Leah Beauty Academy. Beauty Academy. Ողջույն հարգելի հեռուստադիտողներ, 21 TV եթերում աշխատանք սկսում է տոնը շնորհավոր Զինայդ նախագիծը։ Եվ Ակոպովնան ինչպես միշտ ձեզ համար նախապատրաստել է բացառիկ թողարկում եւ էքսկլյուզիվ եւ հաճելի եւ երաժշտական, ինչու այդ բոլորից մեկտեղ նաեւ ռեկորդներով լի եւ իհարկե հաղթանակ թեման լինելու է բնականաբար ինձ մոտ թողարկման ընթացքում, բայց րոպեներ անց, որովհետեւ այս պայն ես պետք է մեծագույն սիրո շնորհավոր մորվա բոլոր աբելարների լավագույն բարեմաղթանքներով առողջ լավ մարդկանց շրջապատում Աստծո օրհնությամբ եւ բացառապես 21 TV ու Զինայի հետ։ Հատուկ ձեզ համար տեսահոլովակ, որից հետո վերադառնանք տաղավար եւ անցնում ենք բուն թեմային։ Լուսինն էլ ամպերից, սիրտս ելավ ափերից, ասի մի բան մտածեմ, քեզ տեսնեմ նորից։ Արի գնանք մեր այգի, նստենք շուրջը կրակի, երեք ուրբաթ ես օրվանը շաբաթ կիրակի, ուրբաթ շաբաթ կիրակի, մեր այգին արի, որ իմ սիրտը չմարի, սենց կարանցյալի, ուրբաթ շաբաթ կիրակի, մեր այգին արի, թե չէ սիրտս կմարի, սենց անցյալի։ Մտածում եմ այսօր ես, սերս պիտի ասեմ քեզ, արի դու իմ ետևից, ժամը 8:30, քանի օր է մոլորված, քեզ եմ սպասում աչքս թաց, թե գալու ես տանս դուռը թողնեմ կիսաբաց, ուրբաթ շաբաթ կիրակի, մեր այգին արի, որ իմ սիրտը չմարի, սենց առանցյալի, ուրբաթ շաբաթ կիրակի, մեր այգին արի, թե չէ սիրտս կմարի, սենց առանցյալի։ Սիրտս կմարի, սենց առանցյալի, ուրբաթ շաբաթ կիրակի, մեր այգին արի, որ իմ սիրտը չմարի, սենց առանցյալի, ուրբաթ շաբաթ կիրակի, մեր այգին արի, թե չէ սիրտս կմարի, սենց առանցյալի։ Դե ինչ 21 TV եթերում մի աշխատանքը սկսել է, ընթացքի մեջ պահպանում է տոնը շնորհավոր Զինայդ նախագիծը եւ այս պայն ես ունեմ ձեզ համար հետաքրքիր տեսանյութ։ Ասեմ, որ տեսանյութի փոքրիկ հերոսը րոպեներ անց լինելու է ինձ մոտ տաղավարում, ում մասն է խոսքը կիմանաք հենց հիմա։
Ես վստահ եմ, որ հենց հիմա շատ հեռուստադիտողներ հետաքրքրությունից խեղդվելով ավելի մոտ են նստել, ձայնը բարձրացնել եւ ասում են Ակոպովնա արագացրու ներկայացրու, իսկ ես ըստ սահմանադրական օրենքի պետք է տիտուլների այսպես ասած ներկայացնեմ, ասեմ, որ ինձ մոտ տաղավարում բավականին իմ հին ընկերն է հյուրընկալվել, որ ամենա այսպես ասած խնդալունային է, որ միջև հիմա նա ինձ մոտ չէր եկել, բայց այսօր իր որդու հետ է եկել։ Ես մեծագույն սիրով տեղեկացնեմ, որ ես հյուրընկալել եմ հայտնի կոմպոզիտոր տաղանդավոր ընկերոջս Էդմոնդ Մակարյանին, իսկ նրան ուղեկցում է այս պարագայում արդեն ինձ մոտ թողարկման որպես գլխավոր հերոս ցուցասնագրքի 5-ակի ռեկորդակիր երաժիշտ Էդուարդ Մակարյանը։ Բարի օր, բարի գալուս ձեզ։ Բարև։ Ես չգիտեմ դեժավյու է, իսկապես խնդալու է կամ հաճելի երևույթ է, բայց ամոթ է, էլի, ես տարի ու կես եթերում եմ, դու մի անգամ չարձագանքեցիր։ Հենց հասկացար, որ ես հնարավորություն ունեմ ցույց տալ, թե ինչպիսի տղա ունես, ինչի մասին ես չգիտեի, մենակ սիրում նկարներն էի տեսել ցավոք, ես հասկացա, որ գենը իրան ասում եմ։ Նախ սկսենք ամենասկզբից։ Ես ուզում եմ իմ ընկերուհուն ողջունել Արմինեին, ասեմ Արամ ջան, չնեղվես, տղադ ամբողջությամբ քեզ է նման։ Կարող է գենը քաշել է ամուսնուցդ, բայց մամայի աչքերն է ամենակարևորը, դա արդեն շատ սիրուն է։ Դե մեջ տղեն մամային ա լինում, մի նեղվի է, տենց ա միշտ։ Վեր կանամ գնամ այս տարբերակն չէ։ Սկսենք ամենասկզբից։ Երբ դու ինձ զանգացիր, ասիր ձին, իմ տղու մասին տեղեկացված չես, ես լուրջ շատ նեղվեցի։ Չգիտեմ, ինչքան ինֆորմացիա ունենում եմ, ինչքան կարողանում եմ հետևել ձեզ, փաստորեն մի բան բաց եմ թողել։ Չեմ ուզում հարցնել ոնց է ընկերոջս գործերը, որտեվ ավելի ուշ դրա մասին, բայց ուզում հասկանամ, մեր տղեն ընդամենը 10 տարեկան է։ Այո։ Հետո, բայց ես քեզ ասում եմ, որ դու արդեն հնգակի ռեկորդակիր ես։ Ինքն է պատմում ռեկորդի մասին, խնդրում եմ, այն էլ 5 անգամ։ Ես երբ որ իմ ծննդյան օրը ստացա դրոշապոլիս, սկսեցի ուսումնասիրել դրոշները, հետո եւ շատ ինձ դուր եկավ եւ ավելի սկսեցի ուսումնասիրել 10 դրոշից սկսած, ամենահեշտերից մինչեւ 200 դրոշ։ Հետո սովորեցի եւ ինձ հայրիկս ասեց, որ արի այս անգամ էլ վարկանաչափով փորձենք։ Եվ ես կարողացա արագությամբ ասել դրոշները եւ մոտը ստացվեց։ Եվ իմ առաջին ռեկորդը եղել էր դա, եւ դա գրանցվեց ջութազնագրքում, որը ես 2 րոպե 16 վայրկյանում կարողացա 200 դրոշը ասել։ Հետո երկրորդ ռեկորդս ես ինքս ինձ գերազանցել եմ, 200 դրոշը 2 րոպեում եմ ասել։ Հետո երրորդը։ Իսկ երրորդ ռեկորդս արդեն աչքերս փակ մեծ արագությամբ Եվրոպայի քարտեզն է ասում։ 4-րդ ռեկորդը Ասիայի քարտեզն է ասում փակ աչքերով, իսկ 5-րդ ռեկորդս Աֆրիկայի քարտեզն է ասում փակ աչքերով արագությամբ։ Այս sense հասկացաք, որ կարողանում է ինչ որ տենց մտքում պահել, թե տաղանդը կա, թե տենց որոշեցիք մեր տուն ռեկորդակիր սպան։ Ես օրինակ հենց հիմա գիտեի ռեկորդակիրը, բայց քարտեզ, դրոշ, դրա մասին չգիտեի։ Հիմա ինչ եք պատրաստում, 6-րդ ինչ եք անելու։ Կա թեմա։ Առաջաստված մտածում ենք ամբողջ աշխարհը ասել։ Միասին վերցրած ասել, բայց դեռ չենք շտապում։ Հա։ Պատրաստ ենք? Можно, да, начинать? Ага. Поехали? Հայաստան, Տանզանիա, Զիմբաբվե, Մոզամբիկ, Ռումինիա, Արգենտինա, Կոլումբիա, Ավստրալիա, Նիդերլանդներ, Մալի, Ռուսաստան, Ֆրանսիա, Բութան, Կուբա, Լաոս, Ղազախստան, Չինաստան, Բենին, Եմեն, Մեծ Բրիտանիա, Կենտրոն Աֆրիկական Հանրապետություն, Արաբիական Թիմոր, Մալի, Բուրունդի, Թայլանդ, Քաթար, Հարավային Կորեա, Հնդկաստան, Պալո, Բրազիլիա, Հարավաֆրիկական Հանրապետություն, Արաբական Միացյալ Էմիրություններ, Դոմինիկա, Անգոլա, Էրիթրեա, Սաուդյան Արաբիա, Զամբիա, Սուրինամ, Լեսոթո, Սամոա, Ուրուգվայ, Իրան, Հայիթի, Հանդիգան կղզիներ, Նիկարագուա, Գերմանիա, Լատվիա, Իսրայել, Նամիբիա, Բիրմա, Ինդոնեզիա, Լիտվա, Գրենադա, Կոնգոյի Հանրապետություն, Կամբոջա, Հյուսիսային Սուդան, Նորվեգիա, Պերու, Սլովակիա, Կիպրոս, Հունաստան, Խորվաթիա, Տրինիդադ եւ Տոբագո, Մավրիկոս, Հարավային Սուդան, Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն, Բանգլադեշ, Էկվադոր, Չադ, Ճապոնիա, Կոստա Ռիկա, Քենիա, Սիրիա, Կաբո Վերդե, Կանադա, Սոկոմինե կղզիներ, Ալբանիա, Եգիպտոս, Բելիզ, Հոնդուրաս, Ռուսաստան, Ղազախստան, Մոնղոլիա,
Չինաստան, Հյուսիսային Կորեա, Հարավային Կորեա, Ճապոնիա, Ֆիլիպիններ, Ինդոնեզիա, Արևելյան Թիմոր, Մալազիա, Սինգապուր, Բրունեյ, Վիետնամ, Լաոս, Կամբոջա, Թայլանդ, Մյանմար, Վիրման, Բանգլադեշ, Բութան, Նեպալ, Հնդկաստան, Շրի Լանկա, Մալդիվներ, Պակիստան, Աֆղանստան, Տաջիկստան, Կырգызստան, Ուզբեկստան, Թուրքմենստան, Իրան, Իրաք, Թուրքիա, Սիրիա, Լիբանան, Իսրայել, Պաղեստին, Հորդանան, Սաուդյան Արաբիա, Եմեն, Օման, Արաբիական Միացյալ Էմիրություններ, Քաթար, Բահրեյն, Քուվեյթ։ Այս բանը նաև կենտրոնացված է իր թե սաքսոֆոնի վրա եւ թե իր ստեղծած խաղի վրա, որը բոլորովին վերջերս արդեն թողարկվեց, դարձյալ նվիրված է աշխարհագրության այդ խաղը եւ դա բացառիկ սեղանի խաղ է իր տեսակով, այս բանը իր մտքերը այժմ թողել եմ հանգիստ խաղի եւ սաքսոֆոնի ուղղությամբ։ Այսինքն մեր տղեն խաղ է մտածել։ Այո։ Եվ այդ խաղը կարողանում են խաղալ քո տարիքի երեխաները։ Թե մեծերն են։ Սկսած 8 տարեկանից։ Իսկ խաղ արդեն կա ծնվել է։ Ինչու ես չունեմ բա։ Դեռ չի արտադրվում։ Հասկացա, արտադրվելուց առաջին ինձ մոտ ես գալի, papan չես լսում, լսեցիր, որտեվ papan գործերով ա լինելու, դու արձագանքում ես մամայդ, գալիս ես, այստեղ մենք խաղը միասին լուսաբանում ենք, լավ։ Շատ լավ, բայց մեր տղեն փաստորեն նաև երաժիշտ է։ Ինչու սաքսոֆոն։ Որովհետև ինձ հայրիկը ստանում էր համերգների, որ ես ընտրեի ինչ գործիք եմ ուզում, եւ ես ընտրեցի սաքսոֆոնը։ Մեծ չի քեզանից։ Չէ, մեծ չի։ Մեծ չի։ Իսկ այդ որյոր ռեկորդն եք պատրաստում, հետո չէ ձինամ մենա համերգիս ես գալիս, որովհետև ես արդեն սաքսոֆոնում մենամեր կարող տենց մի հատ զարմացնես։ Կարա լինի, մի համեստուց։ Բոլորովին վերջերս կայացավ իր դեբյուտը նվագախմբի հետ, դա եզակի է իր տարիքի համար։ Իհարկե։ Դեռ 10 տարին լրացած չէր, նվագախմբով ելույթ ունեցավ մայստրո Ռուբեն Ասատրյանի գլխավորությամբ եւ տաղանդավոր դաշնակահարի նաեւ պետական նախագահի մրցանակի դափնեկիր Անահիտ Դիլբարյանի նվագակցությամբ, Վանաձորի նվագախմբի այսպես հրաշալի կատարմամբ եւ հետաքրքիրն այն էր, որ ի զարմանս ինձ, իհարկե ես սպասում եմ, որ պիտի լավ նվագի, բայց հետաքրքիրն այն է, որ կարողացավ ամբողջովին հավաքել ինքն իրեն, ինչ այդ տարիքի երեխաների համար փոքրինչ կա բնականաբար շատ հուզմունք պիտի լիներ, պիտի շփոթվեր եւ այլն, բայց ի պատիվ իրեն պիտի ասեմ, որ հրաշալի ներկայացավ եւ որի արդյունքում նաեւ երկրորդ համերգին մասնակցեց, այս անգամ արդեն Վանաձորում դարձյալ նվագախմբի հետ, այնպես որ առաջ Աստված ուսանք նաև սաքսոֆոնի այսպես ասպարեզում կկարողանա սենց որ գնաց հաստատ։ Իսկ թվում է սենց որ գնաց մի տարի հետո այդ ջանքեր ճանաչելու են տղայով, ոչ թե արդեն։ Որ Էդմոնդը, որ Էդուարդի papan, ինձ թվում է այդ ամենահաճելի երևույթն է լինելու։ Շատ լավ։ Իսկ ես բոլորդ մեկտեղ Հակոբովն անկետես ինչ է ուզում։ Ուզում եմ, որովհետև մի այսպիսի թեմա միասին մտածենք, չմտածենք էլ կա այդ թեման։ Ես միջև նոր տարի կազմակերպում եմ այստեղ տաղանդավոր երեխաների, այսպես ասած, ներկայացում, այսինքն ինձ մոտ հյուրընկալում են բոլոր այն երեխաները, ովքեր որ արձագանքել են ձինային, եկել են այստեղ լուսաբանել են, մեկնաբանել են իրենց մասին, պատմել են նաև մեծերին, թե իրանք ինչքան լավն են։ Ես ուզում դու այդտեղ լինես բնականաբար արդեն նոր ընկերներ շրջապատում, բայց պետք է նվագես։ Իհարկե։ Իհարկե, կա չէ՞ տենց բան։ Չէ, կասկածում։ Լավ, իսկ այսքանից մեկտեղ կարող է papan-ը մի հատ սիրուն երգը արդեն երաժշտություն մտածել այդ որդու համար։ Հեղինակային թեման դից։ Պիտի ասեմ, որ ունեցել ենք այդպիսի մի հետաքրքիր փորձ, Գարնանը ելույթ ունեցանք միասին առաջի անգամ։ Լուրջ։ Ես նվագեցի, ինքը երգեց, իդեպ Նաև երգում է այդ շատ գեղեցիկ ձայնը։ Նույնիսկ չստացվի այսպես, որ ես գովում եմ իմ որդուն, պարզապես ուղղակի նշում եմ փաստերը եւ այսպես նա կատարեց իմ հեղինակային գործերից, որը կոչվում էր Արցախ եւ ֆենոմենալ ձևով ինքը ապրեցրեց եւ միևնույն ժամանակ փոխանցեց այն բոլոր էմոցիաները, ինչը կար կարծում եմ երգի մեջ։ Շատ լավ։ Ինչ ենք անելու մինչև տարվա վերջ։ Այդ ջան, ինչ ես որոշել անես, ինչ որ խաղը պետքա վերջացնես, դասերնա, նորություն ինչ կա։ Դեռ չգիտեմ, խաղի հետ կապված կարող եմ բացատրել խաղը ոնց է խաղում։ Խաղը մինչև 4 հոգուց է բաղկացած, մինչև 4 հոգի կարող է խաղալ։ Խաղը բաժանված է երկու աշխարհամասերից՝ Եվրոպա եւ Ասիա։ Լավ։ Կախված է զարից, թե ինչ գցեք, կամ Եվրոպայում կհայտնվեք, կամ Ասիայում կհայտնվեք։ Նաեւ կա խաղի երկրորդ տարբերակը, ընտրում եք մեկ խաղավար եւ ելի բաժանվում եք երկու խմբերի։ Եթե այդ մարդը գցում է մի
թիվ եւ այդ մարդը ընկնում է այդ դրոշի վրա, պետք է խաղավարը ասիլ, թե որ դրոշն է եւ եթե այդ մարդը չպատասխանեց, նրանց խմբին գալիս է 0 միավոր։ Իսկ եթե պատասխանեց, գալիս է նրանց խմբին 1 միավոր։ Բայց արի ասենք, որ խաղի գլխավոր նպատակը որն է։ Հա։ Խաղը սկսում է Նաեւ խաղը սկսվում է Հայաստանից եւ ավարտվում է Հայաստանից։ Հայաստանով, այսինքն ուր է լինես, թող քո բոլոր ճանապարհները Հետ բերեն Հայաստան։ Ուզում հասկանալ, տենց քնես արտնացել ես, ասել ես պապ ուզում եմ խաղ մի հատ մտածեմ, թե տենց գենա եկել, ո՞նց ա եղել։ Մուսա է էլի փաստով։ Ուզեցել եմ, որ լինի աշխարհագրական ուսուցանող ռիթմիկ խաղ, բայց ես գնացել եմ խանութներ եւ տեսել եմ, որ չկա, եւ ես որոշել եմ, ես չեմ կարող ստեղծեմ իմ սեփական խաղը եւ աշխարհագրական ուսուցանող եւ ռիթմիկ, եւ ես ստեղծեցի։ Վերջացավ։ Հուսով եմ այս եթերը կնային բոլոր այն մարդիկ, ովքեր որ, չգիտեմ ինչի դրսի երեխաներին բարձր գնահատում են, մենոնց մի տեսական տեսում են, սենց երեխեք ունեն, կարող եք ձեր ձեռքի տակ ունենալ, գոնե նորամուծություն ունենանք մեր երեխաների համար, ոչ թե ավելի շատ կոպիտ ասած բլոգերների խաղերը խաղանք։ Ներողություն, ես էլ եմ տառապյալ այդ թեմայով, դրա համար եմ բարձրաձայնում։ Համենայն դեպս ես շատ կուզեմ, որ հենց խաղը ծնվեց, որովհետև մենք տանը ունենք, համարյա քո տարիքի փոքր, հա։ Ես ուզում եմ, որ ինքը անպայման այդ խաղը իմանա ոնց են խաղում ու դա իրան օգնի նաև դասերի ժամանակ։ Շատ լավ, բայց ես հենց հիմա կխեղտվեմ, որ հենց հիմա էկրանին չնայեմ, ասեմ Արմինե, ինձ թվում է այստեղ դու ես նստած, որովհետև նաև խոսքն է քեզ նման։ Իսկ ես ուզում եմ նաև հեռուստադիտողներին ասել, ինչքանով կապ ունի նաև նրանց այսօրվա գալի ինձ հետ։ Քանի որ ծրագիրը ամբողջությամբ նաև այն մարդկանց մասն ովքեր որ առիթների հետ կապ ունեն։ Ես այնքանով կապում եմ նրանց հետ, որովհետև Էդմոնդ եւ Արմինի արձանիկը ես եմ վարել տարիներ առաջ, դուրս ա գալի թորս ա նստած այստեղ, փաստորեն։ Ինչի համար ես շատ ուրախ եմ։ Այդ որ խոսամ հայրեխուց եմ խոսալու, ես ուզում եմ իմանամ իմ ընկերը ինչ կարգավիճակում է, ինչ է անում ներկապային եւ ինչ ունենք արժևում, որ կարող ենք հանրությանը ներկայացնել։ Այս բանը նստած եմ իմ գլխավոր ստեղծագործության կողքը։ Սա իմ գլխավոր ստեղծագործությունը, իհարկե երկույրիկ հետ միասին, Մարիս հետ միասին, այս բանը իմ ամբողջ մտքերը եւ իմ ամբողջ այսպես սիրտն ու էներգիան ուղղված են դեպի իրենց։ Իհարկե իմ մասնագիտական առումով բնականաբար կան դեռ արժևում սպասում են մի քանի պրոյեկտներ, այդ թվում եւ Իդեպ այն գործը, որ ինքը կատարել նվագախմբով, դա իմ գրված ստեղծագործությունն էր եւ այն կոչվում էր Անքնություն երազում։ Առաջ աստված մենք կարողանանք այդ ստեղծագործությունը բազմամաս դարձնել, մի քանի մասել ստեղծել եւ միասին տվուս միջոցով նաեւ հնչեցնել այդ կատարումը։ Բայց ինչպես նշեցի, այս պահին իհարկե կան նաեւ կոմպոզիտորների միության գործունեությանը զուգահեռ անում ենք պրոյեկտներ, իհարկե որպես դասախոսություն իրականացնում եմ նաեւ համալսարանում, բայց քանի որ այսօր այստեղ եմ որպես Էդուարդ Մակարյանի հայր, այդ դեպքում պիտի ասեմ, որ ուղղվածությունը փորձենք Էդուարդի հետ զարգացնել։ Իհարկե մենք չենք ստիպում իրան, իդեպ նա նաև հաճախում էր կարատեի, անգամ ակումբային առաջնության չեմպիոն դարձավ Հայաստանի, բայց ես չեմ ուզում իրեն ստիպել գնալ այնտեղ, որտեղ որ իրեն սրտով չի, այս բան զուգահեռ հաճախում է շախմատի, հրաշալի խաղում է շախմատ, դե բնական է երաժշտական դպրոց է հաճախում, այնպես որ առաջ աստված հուսամ, որ ամեն բան լավ կլինի իր կյանքում։ Իհան գենասու են բաճրում ասելու, համենայն դեպս ես խայտարակ ուրախացա այն թեմայի շուրջ եւ ասեցին իմ տղու մասին տեղեկացված ես, ամանչեցի, իսկ այսպեսի երեխային չճանաչել այն էլ հայրենիքում դա իսկապես կներեք ամոթ է։ Ես պարտավորված ներկայացնելու եմ իմ տղու մասին գրեթե բոլոր նորությունները, եթե չկարողանաս ինձ հյուր գալ, ես եթերում եմ ասելու, որովհետեւ ուզում եմ քո մասին իմանալ ոչ միայն Հայաստանում, այլ նաեւ սահմաններից դուրս։ Այդ ակոպովնան քեզ համար կազմակերպում է։ Մոռանում ես պապային ու մամային այս դեպքում, որովհետեւ ես ուզում եմ քո տարիքի երեխաներն էլ ի գիտություն իմ ծրագրի օգնությամբ ճանաչեն քեզ շատ լավ։ Պայմանավորվեցինք։ Վերջացա, մնացածը կզանգես, մենք իրար հետ կխոսենք։ Իսկ ես ուզում եմ այդ ջան, որ ինչքան գաս այստեղ լավ նորությամբ գաս, բայց ինձ ավելի շատ դուր է գալիս, երբ որ իմ ընկերները գալիս են ու արդեն պատմում են, որ ընտանիքում ինչա կատարվում։ Ինչքան էլ գործում տես դին երեխեքիս հետ, այսպես այնպես, դա նշանակում է, որ ես միջև խորը ծերություն կմնամ եթերում, որպեսզի կարողանամ իմ ընկերների յուրաքանչյուր քայլը լուսաբանել եւ մեկնաբանել եւ պահանջում եմ, պարոն Մակարյան, այսուհետ յուրաքանչյուր նորություն առաջին իմանա Զինան եւ իհարկե մեր հեռուստադիտողները։
Սիրով։ Շնորհակալ եմ շատ քեզ, ապրես հրաշքս։ Իսկ այսքանից հետո ասեմ, որ չգիտեմ, դուք ոնց, բայց եթե կիսատ եք թողել թողարկումը մի նեղվեք, վաղը ժամը 13:00 կրկնությամբ կարող եք վայելել, մի քանի ժամ հետո կարող եք YouTube-ում գտնել եւ իհարկե եւս մեկ անգամ հասկանալ, թե ինչ երեխաներ են մեծանում Հայաստանում։ Այս սերունդն է գալիս էլի, հենց իրանք էլ գալիս են, որ Արցախը հետ բերեն։ Ու այդքանից հետո ասեմ, որ միջև հիմա ձեզ հետ իմ տաղանդավոր ընկերներն էին արդեն եւ իհարկե ձեր Դինա Հակոբովնան։ Ինձ մտեք բացառապես 21 TV եթերում, բարին ձեզ։ Սերը սիրուն է դարձնում ամեն օրը, ես քո կապանն եմ դու իմ վանաձորը, չի մարելու սիրո մեջ կրակը, ես քո ջերմուկն եմ դու իմ աշտարակը, սեր է տարվա ամեն մի ամիսը, ես քո սպիտակն եմ դու իմ վարդենիսը, Իչ միացին է մեր խաչն ու հավատը, ես քո Աբովյանն եմ դու իմ Արարատը, ես քո Գյումրին եմ դու իմ Երևանը, Ես քո Արցախն եմ դու իմ Հայաստանը, Ես քո Խուստուփն եմ դու իմ Արագածը, Ես քո առավոտն եմ դու իմ լուսաբացը, Ես քո Տաթևն եմ դու իմ նորավանքը, Ես քո հոգին եմ դու էլ իմ կյանքը, Սերը սիրում է դարձնում ամեն օրը, Ես քո Թալինն եմ դու իմ ծաղկաձորը, Չի մարելու սիրո մեջ կրակը, Ես քո գավառն եմ դու իմ ագարակը, Սեր է տարվա ամեն մի ամիսը, Ես քո Արմավիրն եմ իսկ դու իմ Գորիսը, Սերն է երգում մեր ջանն ու հաջանը, Ես քո Տաշիրն եմ դու իմ Դիլիջանը, Ես քո Գյումրին եմ դու իմ Երևանը, Ես քո Արցախն եմ դու իմ Հայաստանը, Ես քո Արաքսն եմ դու իմ Որոտանը, Ես քո Այգեպանն եմ դու իմ Բուրաստանը, Ես քո պայքարն եմ դու իմ հայրենիքը, Ես քո լեռներն եմ դու իմ հարսանիքը, Սերը սիրում է դարձնում ամեն օրը, Ես քո Սիսյանն եմ դու իմ մեծ ամորը, Չի մարելու սիրո մեջ կրակը, Ես քո Սևանն եմ դու իմ ճամբարակը, Սեր է տարվա ամեն մի ամիսը, Ես քո Մեղրին եմ իսկ դու իմ Մասիսը, Սերն է լցնում մեր տունն ու օրանը, Ես քո Ջավախն եմ դու իմ ապարանը, Ես քո Գյումրին եմ դու իմ Երևանը, Ես քո Արցախն եմ դու